Հաջորդեց ձեզ ուղղված մեղադրանքները, ասում էին, որ դուք եք հանձնել ձեր ստորագրությամբ է հանձնվել այդ ավտոճանապարհը, ընդ որում նաև քաղաքական գործիչներն են մեղադրում, ասում են Փաշինյանի հրամաններն է կատարել, Փաշինյանը ինչ ասել է, նա արել է։ Հիմա երկրորդ ալիքն է բարձրացել մեղադրանքները, ասում են, որ պատրաստում է ընտրությունների, եթե դառնա վարչապետ, ինչ է անելու, ով ինչ ասի, ստորագրելու է առանց դիրքորոշում ունենալու։ Սկսենք բովանդակությունից, որ դուք այդ հարցը ինձ տալիս եք, դուք այդ հուշագիրը, որ ես ստեղագրել եմ, տեսել եք։ Հա, ինչ է դրած, վերնագիրը ինչ է։ Հա? Բա չեք հիշում եք հարց տալիս։ Այդ հուշագիրը ես որ ստորագրել եմ, ճանապարհը ոչ թե հանձնել է, դուք քարտեզը պատկերացնում եք այդ ճանապարհը։ Հա? Ինքը ճանապարհը Գորիս Դավիթ 21 կիլոմետր, որից 11-ը անցնում է իրանց տարածքում։ Իսկ դուք եք ընդունում, որ մեր ճանապարհը չէ։ Հա? Դուք եք ընդունում, որ մեր ճանապարհը չի եղել դա։ Ամբողջը չէ։ Բայց 30 տարի ինչ է օկուպացրել ենք մեր 30 տարի մենք հաղթանակած բանակ էինք, Ղարաբաղն էր մերն էր։ Բան արեցին, դուք հիմա ասենց նիկոլական թեզերով, որ արդարացնում եք ամեն ինչ, ոնց եք հավատում ընդդիմադիրների բանին, որակում չեմ տալիս, ձեր թեզերին եմ ասում։ Կոռեկտ եմ պահում։ Լավ, մերձիշխանական, փաշինյանական թեզերով, եթե նիկոլականը որակում է, ինչ ասեմ, լավ, չեմ ցանկացել վիրավորեմ։ Այդ թեզերով, որ դուք հիմա արդարացնում եք ամեն ինչ, ես հիշում եմ դուք դրանից առաջ էլ ասում եք մայիսի 9-ին, որ բանա, մենք այդ ճանապարհը ոնց եք ասել, փրկել ենք, թե նոր ճանապարհ ենք ձեռք բերել, թե ինչ։ Հիմա Փաշինյանն էլ ասում է Արցախը հանձնելով մենք պետություն ենք ձեռք բերել։ Ուզում եմ հասկանալ ոնց եք այդ ճանապարհը։ Ասում եք դուք խաղում եք ինչ խոսում։ Դե դուք խոսեք, տեսնեմ ինչ են գա։ Պատասխանը ասում։ Դե ես ասում եմ դուք չեք լսում ու ձերն եք։ Հիմա